Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ։ Ազգային ժողովում քննարկում է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ըստ ձեզ, որքանով է սա, այսպես ասած, նախընտրական բյուջե եւ ում են փորձում սիրաշահել այս բյուջեով։ Ամբողջական նախընտրական բյուջե է, ըստ էության ես առիթ ունեցել եմ որոշ դիտարկումներ գնահատումներ անեմ, դեռ առիթ կլինի նորից կանադառնամ։ Ասֆալտ փռելու եւ ասֆալտին փռելու մասին վերջնական ակորդն է այս իշխանության։ Ամբողջությամբ պոպուլիստական այն ինչ որ ներառված է եւ նաեւ ներկայացումն էլ ամբողջական պոպուլիստական անհաշվետու, այսպես ինչպես ժողովուրդն ասում, անպատասխանատու իշխանության վերջին ժամկետն է բյուջետային տարվա իմաստով։ Ցավոք սրտի մենք չենք կարողանում դեռ ամբողջությամբ նաեւ մեր հանրությանը տեղեկացնել եւ նաեւ իրազեկել, չնայած որ շատ քաղաքացիներ, հազարավոր, տասնյակ հազարավոր, 100,000-ավոր քաղաքացիներ արդեն իսկ այս իշխանության անպատասխանատու եւ պոպուլիստական կերպը վաղուց հասկացել են, բայց մենք պիտի ջանք տնենք, որովհետեւ իրականում 2026 թվականը կարևոր է այն իմաստով, որ այս իշխանության վերջին ծրագրի վերջին տարին է 2021-26 թվականի ծրագրի վերջին տարին եւ այո այն հիմնական խոստումները որոնցով քվեն կորզել այդ խոստումները ոչ թե չեն կատարել կամ այդպես է մասնակի կամ համարյա չեն կատարել, այլ էապես չեն կատարել, շատ դեպքերում ճիշտ հակառակն են արել։ Պարոն Ավետիսյան, Փաշինյանն ասում է, փողի մեջ շրջանառություն ունենք Հայաստանում, բայց աղքատության էական նվազում չունենք, ու դրա պատճառը իր կարծիքով դպրոցների ավերակներն են։ Համաձայն եք այդ մտքերով։ Տեսեք, գիտեք, մեր հանրությունը արդեն հոգնել է անսահման պոպուլիզմից։ Գանք նրանից, որ այս քաղաքական ուժը, որ հիմա ցավոք սրտի 7-8 տարի մեր երկիրը ղեկավարում է, չունի գաղափարական հենք, գաղափարական արժեքներին, այսպես արժեքային համակարգ եւ իրենք դա ընդունում են։ Դա գիտեք ինչի է։ Ոչ թե որ այդպիսի պատկերացումներ չունեն, դրանով հեշտ է անսահման պոպուլիզմի դրսևորումը։ Հիմա ընտրությունն է, սա կդառնան սոցիալիստ։ Ամենասոցիալիստը կդառնան, երբ որ պետք է բռնապետ են հիմնականում դա է իրաց բնույթը եւ նաեւ անսահման այդ խոստումների եւ այլն չկատարելու համար էլ մեղավորներ գտնելու վարպետ են։ Այսինքն ինչ է ստացվում։ Ինչ անի խեղճ իշխանությունը, էսա, երբ որ ծախողում են, իրենց հետ չկապվածը իրենց են վերագրում, իսկ չկատարած խոստումներն էլ ասենք երեք ասում եմ, ախր էս ձեր հիմնական խոստումներն է, վերաբերում էր մոտ 800,000 ավել քաղաքացիների սոցիալապես անապահով խոստանում էիք այդ մարդկանց երջանկություն, աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Խոստանում էիք, որ միջին թոշակը պիտի 26 թվին հասնի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Հիմա ասում եմ 26 թվի բյուջեն է էս։ Նախորդ տարիներին երբ որ ասում էին միշտ ապիր։ Մենք կանենք, վերցրեք նայեք, հարյուրավոր այդպիսի հարցադրումներ եմ արել։ Գրավոր, բանավոր, ազգային ժողովի ամբիոնից, տարբեր ԶԼՄ-ներով, ասում էի չեք անելու, որովհետև ընթացքը տեսնում եմ, որ չեք հասնելու դրան։ Հիմա ֆինանսների նախարարը ինձ հակադրվում է, ասում է, լավ, հիմա մենք որ մեր խոստումը անենք, օրինակ թոշակի չափը պետք է բարձրացնենք 25-30,000 դրամով։ Ասում եմ, այո, դուք եք խոստացել։ Ասում եմ, բայց դուք հիմա տենց առաջարկ եք անում, բայց եթե այդ անենք, մենք կընկնենք ֆինանսական անկայունության մեջ։ Եղբայր, հարազատ, դու 5 տարի բա չէիր մտածում, թե նոր ես կրթություն ստացել տնտեսագիտական, նոր ես հասկացել, որ այո, կտրուկ սոցիալական ծախսերի ավելացումը կարող է բերել ֆինանսական անկայունության։
Ասում եմ, բա էդ էի ասում է 4 տարի, որ ականջալուր չէիք լինում, մի հատ էլ ինձ ասում էիք սպասի, մի շտապիր, մենք ենք խոստացել, մենք էլ կանենք։ Հիմա էլ ասում են, դու մի անհանգստացի, մենք ձևը գիտենք ոնց խափենք 500,000 թոշակառուի, հեսա կգաս կտեսնես։ Ինստունյան Բաբկենը ասում է, ընտրություններին կգաս կտեսնես, ոնց է կարողանում ԿՊ-ն խոստանա, չանի, խափի ու նորից ընտրվի։ Էս էր ինձ ասում։ Ես էլ ասում եմ, ոչ, այս անգամ չեք հաջողելու, որովհետև այո, հայ մարդուն, սովորական մեր պարզ քաղաքացուն խափել եք, հաջողել եք ձեր խափելով, բայց դա մշտական չի լինելու։ Դուք ֆինանսների նախարարին մեջ բերեցիք, նա նաև ասում է, որ եթե հանկարծ թոշակները բարձրացնենք, թոշակառուների կենսամակարդակը կվատանա։ Ինչպես հասկանանք այդ հենց այդ է, այսինքն ինք ուզում ասի, եթե կտրուկ բարձրացնենք ընթացիկ ծախսերը, թոշակները, դա կբերի պետական բյուջեի էական ծախսերի ավելացման, ֆինանսական անկայունության, ազգային արժույթը կարժե զրկվի, գները կբարձրանան եւ կստացվի, որ ավելի վատ կապ։ Ես էլ ասում եմ հետեւյալը, անկախ դրանից ձեր իշխանության 7 տարիներին մեր սիրելի թոշակառուները սոցիալապես անապահով աղքատ ընտանիքները, այդ թվում այն ընտանիքները, որտեղ թերսնված երեխաներ կան, ծայրահեղ աղքատները, աշխատող աղքատները նվազագույն աշխատավարձով, ձեր 7 տարիների ընթացքում ավելի վատ են ապրում, քան որ մինչև ձեր իշխանության գալը։ Տեսեք, ակնհայտ է, որ եւ դա իրենք ամենալավը գիտեն, որ մեր երկրում նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը, այսինքն ապրելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը աճել են ավելի շատ 18 թվի համեմատ 25 թվին, հիմա ի դեպ մեկ անձի հաշվով 82,000 է այս տարվա 9 ամիսներին, ինչքան կաճի, հիմա կա գնաճ առաջին հանրայնության ապրանքների եւ բավականին այդ գնաճը սաստկանում է։ Նաեւ խոստանում են 19% թանկացում ամեն ինչի վիճակագրական տվյալները։ Հիմա եթե թանկանում է կյանքը ավելի արագ, քան այդ մարդկանց եկամուտները, չի ստացվում, որ այդ մարդը օրինակ ավելի վատ է ապրում, քան որ ապրում էր եւ ամեն հաջորդ օր իր կյանքի որակը նվազում է։ Եվ խոսքը չի վերաբերում 10, 20, 50, 100 մարդու։ Խոսքը վերաբերում է մեր հանրության, մեր քաղաքացիների շուրջ 40%-ին, այդ թվում կենսաթոշակառուները եւ միայնակ կենսաթոշակառուները, նորից եմ կրկնում, աշխատող աղքատները, անապահով ընտանիքները եւ այդ մարդիկ իրենց կյանքի որակը վատացել է։ Հիմա ասում եմ, այս խոսք տանայիք։ Տեսեք, պարզ մի բան էլի, բա գայիք ասեիք, որ օրինակ դուք ոչ թե թոշակը այսպես շեշտակի բարձրացնելու եք կամ նվազագույն աշխատավարձը սահմանելու եք 85,000, այլ դա ճիշտն ասեիք, ասեիք 75,000, որովհետեւ իրենք ի սկզբանե գիտեին, որ խափելու են։ Սա է ամենակարևորը, գիտեք ինչու։ Տեսեք, որովհետեւ իրենք խոստանում էին 7% տնտեսական աճ, իրենցից անկախ էդ էլ էր պոպուլիստական, այդ դրան իրանք չէին հավատում, բայց օրինակ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ստեղծեց իրավիճակ, 3 տարի բարձր թռիչքաձև աճ ունեցանք, այդ 7%-ը ապահովեց։ Իրենց ձախողումը 21 թվի փակեց եւ 22, 23, 24 թվի այդ բարձր արտաքին գործոնով պայմանավորված տնտեսական աճով եղավ։ Ասում եմ, բա 7%-անոց աճ էիք ասում, ասում եք, եթե լինի 7% աճ տնտեսական, մենք կապահովենք այս սոցիալական մեր խոստումները, բա ստախոսներ, 7%-անոց տնտեսական աճը ասում եք եղել է, չնայած ձեր հետ կապ չունի, տենց պատահական ստացվել է, պետական պարտքը, ինչքան որ խոստանում պլանավորել եք ավելացնել, ավելացրել եք, մեր վզին պետական պարտքը ավելացրել եք, տնտեսությունն էլ աճել է, հարկային մուտքերն ձեր պլանավորվածով եղել է,
Բա ամենակարևորը ձեր պատասխանատվությունը որպես սոցիալական պետության կառավարիչներ, ձեր սոցիալական խոստումները ինչ եք լրիվ անտեսել ու չեք կատարում։ Այսօր սոցնախարարը օրինակ մեկ ամսում ստանում է մեկ թոշակառուի 4 տարվա թոշակը։ Կարող ենք ասել, որ այդ 7% աճը մենակ նախարարների վրա է ազդել։ Ոչ միայն նախարարների, ոչ միայն պարգևատրում, այդ այլ հարց է, բազմիցս ասել եմ, որ ոչ տրամաբանական է, ոչ իրավական այն պարգևատրումները, որ այսօրվա բարձրաստիճանները ստանում են։ Ոլորտը ձախողած նախարարը, որ հետո նույնիսկ իրանց օրը քրեական գործ է հարուցվում, վերցրեք նայեք նախորդիվ, ասենք ստացել է ամեն ամիս պարգևատրում։ Պարգևատրումը այդ թվում դրամական, չգիտեմ, մեդալով եւ կոչումով եւ այլն, ընդհանուր առմամբ դա լրացուցիչ ջանք գործադրելու հաջողություն բերելու համար է։ Ձախողման համար ոչ թե չեն պարգևատրում, այլ հակառակը կարգապահական պատասխանատվության են ենթարկում կամ հեռացնում են պաշտոնից։ Հիմա սրանք պարգևատրվում են ամեն ամիս աշխատավարձի պես 2-3 հատ էլ աշխատավարձ հետը ստանում են որպես պարգևատրում։ Բայց խնդիրը դրանում չի։ Հիմա նայեք ուր են հասել։ Նորից հիմա հակադրում են պետական աշխատողներին թոշակառուների հետ։ Դե բավական է էլի հակադրեք ու սեփ խրեք, սևերի սպիտակների բաժանեք, այս հանրությանը սենց ջլատեք ու ծմեն անեք։ Ով ասում, որ պետք է չբարձրանա պետական ծառայող աշխատող։ Այո, պետք է բարձրանա։ Առնվազն պետք է գոնե գնաճով պայմանավորված պետք է բարձրանա, որտեղ պետական ծառայողը, այո, մանավանդ միջին պաշտոններ զբաղեցնողները այսօր ինչքան որ տեսնում եք պետական համակարգ կա, այդ մարդիկ իրենց ուսերին են դա տանում, որովհետև երբ որ անպատասխանատու է վերին օղակը, իսկ դա այդպես է, պետության ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը ընկնում է միջին եւ ստորին օղակի վրա, եւ ես շնորհակալ եմ մեր պետական պաշտոնյաներին, միջին օղակներում աշխատող եւ ցածր օղակներում աշխատող չինովնիկներին, որոնք երակի բեռը ու պատասխանատվությունը իրենց ուսերին վերցրած ստանում են մեր երկիրը առաջ։ Հակառակ դեպքում ընդհանրապես մենք այսօր ականատես կլինեինք ամբողջական կոլապսի։ Իսկ իրենք ասում են, բա տեսեք պետական ծառայողների աշխատավարձը վախենում են բարձրացնել, որ թոշակառուները չնեղանան։ Եղբայր դուք էնել եք խոստացել էնել։ Այսինքն սա է իրականությունը եւ հիմա չգիտեմ ինչ ձևակերպումներով, բայց սպասեք, որ գալու են թոշակառուին բացատրեն, տեսեք ինչքան լավ է, սիրելի թոշակառու, որ քո թոշակը մենք չենք բարձրացնում։ Ինչքան լավ է, որ դու ավելի աղքատ ես ապրում, զատո դու, ասենք, ղեկավարվում ես մեր կողմից։ Ինչքան լավ է աղքատ ընտանիքի հայր եւ մայր, որ դու աշխատում ես, բայց նորից աղքատ ես։ Քո երեխան թերսում, տեսեք, այո, բայց տեսեք խաղաղությունը այնա եկել է, ձեր դարպասի կողքն է, մի երկու օրից դարպասը կանցնի, ձեր տուն կմտնի, խաղաղություն, տես հիմա էլ խաղաղություն, դե արի հասկացի, երջանկություն էին խոստանում։ Իրանց այդ գործողությունները փորձում են արդարացնել հետվճարային ինչ-որ համակարգով, բայց չէ որ ոչ բոլորն են այդ հետվճարներից օգտվում, սրան ինչ կասեք։ Պարզ մանիպուլյացիա է հանրությանը թակարդներում գցելու եւ սպասումներ առաջացնելու, իդեպ իրանց զանգվածային լրատվամիջոցներն էլ փոխանակ օրինակ ես երբ որ ազգային ժողովում հարց եմ տալիս եւ պարզում է այդ հարցի պատասխանից, որ իրանց խոստումը չեն կատարել, ասենք հմեկը իր եթերում դնում է այն նախարարի պատասխանած կարճ մասը, որ ասում է հետվճարը մի քիչ կբարձրացնենք։ Ինձ անգարում են, ասում են, փաստորեն թոշակները բարձրանալու են։ Թոշակները բարձրանալու են եւ իրանք իրենց խոստումը կատարում։ Այս աստիճան են հասել։ Ակնհայտ ձախողումը, ակնհայտ սուտ խոստումը, անմար չեն էլ ամաչում, ներկայացնում են որպես հաջողություն, ձեռքբերում։ Իսկ այդ հետվճարի հետ կապված, տեսեք, այսօր հետվճարը ամսական կարող լինի 6000 դրամ։ Հիմա նախ ասեմ, մոտ կեսն է օգտվում
թոշակառուների եւ նպաստառուների կեսն է օգտվում Լավագույն դեպքում։ այո, այդ ուրեմն հետվճարից։ Այդ կեսն էլ այդ գումարի իր թոշակի մի հիմնական մասը առնվազն 1/3-ը չի կարող հետվճար ստանալ ծախսից, որովհետեւ կոմունալ վճարները, գազը, էլեկտրաէներգիայի վճարը, ջրի վարձավճարը, այս բոլորի համար հետվճար չկա։ Երբ որ վճարում ես անկանխիկ գազի համար, էլեկտրաէներգիայի համար, ջրի համար, հետվճար չկա։ Հիմա կա չէ ծախսի մեջ նաև այդ կոմպոնենտը։ Եվ լավ, վերջապես նույնիսկ եկեք պատկերացնենք մի պահ, որ այդ 6000-ը դառնում է իրանց խոստացած 10000, 4000 դրամով աճում։ Միջին թոշակը հիմա 50000 դրամ է։ Ենթադրենք 50000 դրամը մոտավորապես դարձավ պայմանական, ասենք 55000 դրամ։ Լավ, աճեց, այդ հետ վճարով իբրև թե աճեց։ Հիմա եկեք նայենք։ Ընդունենք, որ 300000 մարդ չի օգտվում, բոլոր 6-700,000-ն են օգտվում են։ 55000 միջին կենսաթոշակ։ Դուք խոստացել էիք, որ միջին կենսաթոշակը պետք է այսօրվա դրությամբ առնվազն դարձնի 26 թվին գոնե 82000 դրամ։ 55000, 82000։ Գներն էլ աճում են 26 թվին։ Հիմա ձեր խոստումը, որ կատարեք, պետք է 5 անգամ ավել բարձրացնեք, քան անում եք։ Էլ հիմա չեն կարող ասեն, էլի 26 թիվն է, դե սպասեք կանենք։ Եվ մի կարևոր հանգամանք էլ ստեղ։ Երբ որ ես 2 տարի, 3 տարի առաջ նախագիծ էի տարել թոշակները ինդեքսավորելու, այսինքն գոնե գնաճի չափ, ասում էի լավ բան չեք կարող անեք, գոնե վատ բան մի արեք։ Թոշակառուն գոնե ապրի նենց, ոնց որ ապրում էր միջև ձեր գալը, միջև ձեր իշխանությունը մեր ժողովրդի վզին փաթաթելը, ինդեքսավորեք 5%, 10% գնաճ կա, այդքան գոնե բարձրացրեք անապավ խավի, թոշակը, նպաստը, աղքատության եւ նվազագույն աշխատավարձը մերժեցին, ասեցին մենք այդպիսի բան չենք խոստվել։ Դա երբ որ դուք կգաք իշխանության, դուք արեք։ Մենք խոստացել ենք, որ նվազագույն աշխատավարձը կլինի 85000, օրը կգա կլինի։ Սուտ խոսողները խափեցին, փաստորեն օրը եկավ չեղավ։ Նույնը թոշակը, նույնը նպաստը, նույնը մնացած խոստումները, իդեպ ասում էին աղքատության մակարդակը բերելու են երջանկություն, կրկնակի նվազեցնելու են։ 18 թվից մինչև վերջին 23 թվի ցուցանիշները այդ աղքատության մակարդակը չի նվազել, մի փոքր աճել է։ Ծայրահեղ աղքատությունը ասում էին վերացնելու ենք, չի վերացել։ Հակառակը ամենախոցելի բնակավայրերում, գյուղական բնակավայրերում աճել է։ Համատարած ստախոսություն, փնթի պոպուլիզմ եւ անպատասխանատու առաջնորդություն։ Սա է։ Պարոն Ավետիսյան, եւս մեկ շատ կարևոր թեմա, որին կցանկանայի, որ անդրադառնաք, խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է։ Մինչև նոյեմբերի 1-ը պետք է բոլորը հայտարարագրվեին, բայց պարզվեց պահանջվող թվի հազիվ 10%-ն է դա արել։ Հիմա պարզեցնում են, ինչ կարծիք ունեք այդ հայտարարագրման համակարգի մասին։ Անիմաստ պահանջ էր, ըստ էության անիմաստ ուրեմն հանրության համար, որովհետև ոչինչ չէր տալու եւ չի տալու այդ սխեմայով հայտարարագիրը հանրության համար իբրև եկամուտների թափանցիկության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, անիմաստը պետության համար, որովհետև այդ նպատակը իրականում կապ չունի այդ համակարգհետ, ինչ ուզում են դնեն, բայց ընդհանուր առմամբ իրենք դրա վրա փորձեցին դիվիդենդ շահել, կապիտալ քաղաքական, որ տեսեք, նոր գործիք ենք բերում, եկամուտներ ենք թափանցիկացնում, գիտեք, այդ նշում էին։ Ի սկզբանե ասում եմ, ես 2-3 տարի այդ մասին եմ խոսում, ասում եմ, այս անիմաստ պահանջ է։ Եվ սրանով դուք նաև, երբ որ տուգանում եք չկատարող քաղաքացուն, ըստ էության սա դասական իմաստով քաղաքացուն տուգանքի մատերիալ դիտարկել է։ Պատկերացնում եք, պետությունը մի բան է պարտադրում, որը ոչինչ չի տալիս երկրի պետության համար, քաղաքացու համար, հանրության համար, բայց դրա համար ասում է, եթե չկատարես, տենց եմ ուզում, պիտի անես, չանես կտուգանեմ։ Բայց տուգանքի մատերիալ դիտարկելու իրանց ընկալմամբ դասական սահմանումն ու դեպքը քեյսը հենց էսա։ Ինչի հետ քայլ արեցին, հանրությունը մերժեց։
իրենց բա տոտալ մերժեց։ Լուրջ կերպով մերժեց, ասաց ինչ ուզում եք արեք, եթե դուք այդպես եք, մենք էլ չենք հայտարարագրվում եւ դրա համար իրանք հիմա այն առաջարկները, որ ես ներկայացրել եմ, 2 տարի պնդում եմ, փորձում են դրանք ինչ որ մասով իրականացնեն, որ նոր փաթեթավորմամբ հանրության, այսինքն ամբողջությամբ եթե չեղարկեն, ժողովուրդն ասում է, չէ, սա շատ վերաբերել է նաև իրենց, էշին նստելը մի այբա, իջնելը 2, հիմա որ 2 այբներ իրենց չկպնի, իբրև թե լավարկում են այդ համակարգը, բայց մեծ հաշվով ասեմ ձեզ չեղարկում են, բայց անունը դրել են լավարկում։ Բայց այդ փոփոխությունները ավելի վտանգավոր չեն, քանի որ եթե ավտոմատ համարվում է հայտարարագիր վրացված, հնարավոր է նաև ավելի շատ տուգանեն անհամապատասխանություններ գտնելով, այսպես ասած անհամապատասխանություններ։ Մեծ հաշվով իրենց անադեկվատ ուղեղում եւ այսպես, այս ասեցի, իրենց նեղ խմբակային շահով առաջնորդությունը ինչերի կբերի, դժվար է կանխատեսել այդտեղ նույնիսկ մտնել, բայց մի բան ակնհայտ է։ Տեսեք, այն քաղաքացիները, ովքեր չունեն ավել եկամուտ, քան պետությունը արդեն իսկ տիրապետում է, օրինակ թոշակառուներ, որոնք չունեն այլ եկամուտ, քան թոշակն է, աշխատավարձով աշխատող, ապրող մարդ, որը այլ եկամուտ չունի, քան պետությունը տիրապետում է։ Եվ մնացածը, այսինքն այն տեղեկատվությունը, որը պետությունը տիրապետում է, այդ մարդկանց համար պահանջ սահմանելը հայտարարագրման անիմաստ է։ Որովհետև նորից եմ կրկնում, մարդը եթե աշխատել է օրինակ նախորդ տարի անօրինական, առանց աշխատանքային պայմանագրի հարկ չի վճարել։ Իհարկե հարկ չվճարելը շատ վատ է, շատ ճիշտ է վճարել հարկերը, օրինական աշխատել, օգտվել սոցիալ աշխատանքային իրավունքներից։ Բայց նաև լավ ուրիշ չէ, նոր խոսում ենք, չէ։ Իհարկե։ Որ մարդը աշխատում է 2 ծնող, ստանում են նվազագույն աշխատավարձ եւ իրենց ընտանիքը 4 հոգանոց, 2 երեխա, թեր սնված է, աղքատ կամ ծայր աղքատ, մի քիչ բարոյական էլ չի պետության կողմից նույն չափով եկամտահարկ հարկել, ինչ որ օրինակ 5 միլիոն դրամ աշխատավարձով աշխատողի։ Սա անարդար է, այս անարդարության զգացումը կա, բայց միևնույնն է, եթե չի հայտարարագրել, հաջորդ տարի այդ աշխատավարձը ինքը չի հայտարարագրելու, որ մի հատ հարկը վճարի, մի հատ էլ տուժտուգանք վճարի, մի հատ էլ ենթադրենք ենթարկվի վարչական պատասխանատվության։ Այսինքն այստեղ հարց չի լուծում, հետեւաբար այս պահանջը անիմաստ է։ Ճիշտ է, իրենք հետքայլ են արել, հանել են հայտարարագրման պարտադիր պահանջում են ավտոմատ դա կդառնա հայտարարագիր, հանել են նախազգուշացումը եւ վարչական պատասխանատվությունը այդ 5000 դրամի տուգանքը, բայց մեկը փիլիսոփայությունն է սխալ, մոտեցումն է սխալ։ Եվ ամենավտանգավորը, երբ որ սենց անզգույշ ձևով առանց միջևերջ հասկանալու նմանատիպ կարևոր հայտարարագրման իմաստով կարևոր համակարգային բարեփոխումների անվան տակ այսպիսի անվարժ շարժումներ են անում իրենց նեղ քաղաքական նպատակից դրդված մարդկանց աչքին այսպիսի բարեփոխումները արժեզրկվում են, հակակրանք առաջանում մարդկանց մոտ, վատ նախադեպ առաջանում եւ հետագայում երբ որ փորձես դու այդ համակարգերը իրապես նպատակին ծառայեցնես, մարդիկ այս վատ դեպքը հիշելու են եւ սկսելու են հակադրվել պատիկներով ավելի բարդ է լինելու նման կարգի դրական բարեփոխումներ իրականացնելը, իրապես նպատակից բխող։ Եւ դրանից բխելով հաջորդ իշխանությունը ինչ պետք է անի այդ համակարգի հետ։ Տեսեք, տրամաբանություն պետք է բերի այստեղ։ Այո։ Ամենակարևորը անտրամաբանականը, այո, պետք է մարդիկ վճարեն հարկեր, այո, քաղաքակիրթ նաև աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ եկամուտները պետք է թափանցիկ լինեն։ Բայց անտրամաբանական պահանջները, որոնք նաև անարդար եւ անիմաստ են, մարդկանց չպետք է պարտադրես վզին փաթաթես։ Օրինակ, տեսեք, ասենք ինֆորմացիան, ասենք իմ աշխատավարձի մասին գիտի պետությունը եւ իմ վճարած հարկերի։ Անիմաստ է, երբ որ դա ինձ նորից ուղարկում է, այդ թվում պարզ ընթացակարգով։ Եվ ինձ ասում է մի հատ մտի, այդ տեղեկատվությունը հաստատի, որ ես նորից հետ ուղարկի ինձ, որ կրկնակի անգամ ես այդ տեղեկատվությունն իմանամ։ Ի վերջո, եթե մանկական այսպես կապրիզի է նմանվում, եթե ամեն ինչ, բայց իրականում այստեղ թաքնված
թաքնված մի տար կա, որը ես նորից պնդում եմ, չնայած իրանք դրանից այսպես ոնց որ սատանան խաչից վախենում են, բայց իրակպես իրանց թաքնված նպատակը մեր արտագնա աշխատանքի մեկնողների այսպես հարկային պահանջը, որը կարել միջև այս հայտարարագիրը, դրա համար իրականացման հիմք են ստեղծում։ Որ ընտանիքին գումար ուղարկի, հա։ Չէ, ընտանիքին գումար ուղարկել իմը հանեցին, ասում է կինը կարա օրինակ ամուսնու ստացած գումարը չհայտարարի, բայց այդ ամուսինը, որ այդ եկամուտը ստանում է, արդեն ենթակա է պարտադիր հայտարարագրման, եւ ինքը պետք է հայտարարագրի, եթե ինչ որ չափից ավել է այդ եկամուտը, օրինակ ասենք ավել է տարեկան 12 միլիոն դրամից, բայց այդ 12 միլիոն դրամը օրենքով չի, էլի։ Այսինքն բան չի, ներողություն, այսպես քարի վրա ամրագրած չէ, սա աշճանաբար դնելու 12-ը մի օր կսարքեն 6, 5, հետո կհանեն։ Այսինքն ամբողջ իմաստը իրանք մի հատ մեծ, այսպես ժողովրդի լեզվով ասած, յուղոտ կտոր են տեսել հարկ քերթելու, ուտելու։ Բայց կներեք, ի վերջո Եվ ուզում են դրա հետևից գնալ։ Եթե մարդ ցանկանա ստել պետությանը, կարող է ուրիշ բան գրել, չէ։ Չէ, սրանով երբ որ մի հատ լրացուցիչ ստորագրություն են վերցնում, մարդկանց վախեցնում են, չէ, ասում են ստորագրի որ է սա, որ վաղը մենք եթե հայտնաբերենք, որ դու արտագնա աշխատանքի ես մեկնել եւ օրինակ քո քրտինքով աշխատել ես 50 միլիոն դրամ, այդ 50 միլիոն դրամը դու ուրեմն այդ 50 միլիոն դրամը պիտի այստեղ հայտարարագրեր եւ հասկանայինք հարկ առաջանա թե ոչ։ Ես էլ այն օրը պարզ անձնաժողովի նիստին ասում եմ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ռեզիդենտների հարկման դրույքաչափը եկամտը արկի կարծեմ 30%, Հայաստանում 20%։ Այդ մարդը այո, պիտի Հայաստանում հայտարարագրի իր եկամուտը եւ օրինակ հարկ վճարի, բայց չի առաջանում հարկ, որովհետեւ 30% ավելի շատ է վճարում, քան Հայաստանում պահանջն է։ Բայց եթե դուք այդքան արդար, ժողովրդավար, ժողովրդին առաջ չգիտեմ խոնարհվող այսինչ ինչ անող, բայց հարկատուին հերոս հրճակող, հետո հերոսին կեղեքող եք իրապես, բայց եթե այդպես չի, հայտարարեք, որ այն Հայաստանի ռեզիդենտները, որոնք Ռուսաստանից ստացել են եկամուտ եւ հանդիսանում են Հայաստանի ռեզիդենտ, իրանք ըստ էության գործող էսպայի հարկային օրենսդրությամբ Հայաստանում իրանց համար հարկ չի առաջանում, որովհետեւ 30% ընդեղ վճարում են, մենք էլ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, Հայաստանում պետք է վճարեն 20%, որը ավելի քիչ է, այսինքն հարկ չի առաջանում։ Կառաջանար, եթե օրինակ Հայաստանում եկամտահարկը լիներ 40%։ Հայտարարեք, չեն հայտարարում, ասում են դե չէ, գիտեք, կարող է հանկարծ այսպիսի տեխնիկական խնդիր։ Այսինքն, եթե չեն հայտարարում, ես էլ լեգիտիմ ձևով կարծում եմ, որ իրանք իրապես հետապնդում են այլ նպատակ, քան հռչակում են։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։